Արևմուտքին կասեք ինչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը, քանի որ նաև վերջերս Բարձրաստիճան պաշտոնյայի հետ էի քանդել։ Վերջերս երկու Բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այստեղ եղել, ԵՄ հանձնակատար Կոսը եւ հանձնակատար Բրուները, շատ դրական քննարկումներ են ունեցել, որովհետեւ երկու հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ներքին գործերի նախարարությունը որպես համակարգող պատշաճ կերպով գերազանց կատարել է իր արժեվ դրված խնդիրը եւ սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը, ընդ որում շատ միջոցառումներ, որոնք ակնկալենք, որ օրինակ առաջիկա տարիների կտրվածքով պիտի կատարվեր, այսօր մենք նույնիսկ կատարել ենք այդ միջոցառումները եւ գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։ Ես որպես նախարարության կողմից process-ի համակարգող գլխավոր բանակցող պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը, շատ իրատեսական է, որովհետեւ սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին եւ այնպես չի որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել կամ չշարունակել ինչ-որ մի բան անել, այս երկու process-ները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու, որ մենք շատ իրատեսական process ունենք եւ եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Եկեք մի վերջին հարցը ես տամ Տիկին Սարգսյան, տեղեկություններ կան, որ միգրանտների են Եվրոպայից ուղարկում Հայաստան, օրինակ երկու ինքնաթիռ ասում են եկել է Գերմանիայից, հետո ԱՄՆ-ից են ասում են եկել ինքնաթիռ, դուք տեղեկություններ ունեք։ Միգրանտների մասով անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում կարող է Եվրոպական միության տարածքում լինեն անձինք, որոնք որ ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք նույնիսկ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագիր, թե Եվրոպական միության հետ ընդհանուր առմամբ եւ թե նաեւ անդամ պետությունների, եւ եթե լսենք օրինակ, որ անօրինական որևէ միգրանտ վերադարձվել է Հայաստանի Հանրապետության, այդտեղ ոչ մի արտարոց բան չկա։ Առանձին տվյալներ այս պայդրությամբ չունեմ, որ ինչ որ մեծ խմբերի հետ կապված տվյալներ կան, դա իրականությանը չի համապատասխանում։ Ստանդարտ process կա, կարող են մի քանի հոգի օրինակ եկած լինել։ Սպանության հետ կապված ասում եք պետք է պաշտոնանկություն իրականացվի, բայց պարբերաբար մենք տեսնում ենք, որ սպանությունները լինում տարբեր հատվածներում եւ բացի այդ այսպես տարածված խոսույթ է, որ Սիցիլիա է դարձել Հայաստան։ Հիմա այս դեպքում ով պետք է պատասխանատվություն կրի։ Ինչի չի կանխվում այս դեպքերը, ինչու է պարբերաբար շարունակվում։ Տեսեք, ես երբ որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի թեմայով ներկայացնում եմ, ես գոնե այն բարեխիղճ կանխավարկածը ունեմ, բարեխիղճության, որ դուք լսում եք ես ինչ եմ ասում։ Որ հետո հարցը ձևակերպեք, ես գլոբալ նկատում, հարցը ձևակերպեք հենց այս տրամաբանության մեջ։ Հիմա նախ առաջինը, Հայաստանի Հանրապետությունը Սիցիլիա չի։ Ես նշեցի, որ 3.2% նվազում ունենք հանցավորության, եւ սա միայն ու միայն իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, որովհետև ես առիթ ունեցել եմ նաև նշելու, որ սպանությունները եւ առհասարակ հանցավորությունը երկու կատեգորիայի կարելի է բաժանել։ Առաջինը դրանք կազմակերպված իրավիճակներն են, այսինքն կա պլանավորում, կա դերաբաշխում, process կա գեներացվող, որտեղ որ իրականում ամենաառաջնային դիրքում իրավապահ համակարգն է։ Այսինքն դու ինչպիսի օպերատիվ աշխատանք ես իրականացնում, որ բացահայտես այդ դեպքը եւ կանխարգել ես այդ իրավիճակները։ Հիմա առաջինը ես նորից շեշտեցի, որ մեր հանրապետությունում ամեն օր սպանություն չկա։ 50 սպանության դեպք ունենք եւ եթե ժամանակագրական առումով նաեւ համեմատենք 2018-ից հետո եւ առաջ իրավիճակները, միջինում նախորդի ժամանակահատվածում ունեցել ենք 52 սպանություն, 18-ից հետո միջինում ունեցել ենք 50 սպանության դեպք։ Բայց նորից ես գնում եմ դեպի կոնկրետ դեպքը, որովհետեւ թվերը ինձ հետաքրքիր են այնքանով, որ հանրության հետ պարզ լինենք եւ ֆիքսենք, որ մենք ամեն օր սպանություն Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Հիմա առաջին դեպքերի մասով այո, պարբերաբար մենք ահազարդում ինչ-որ դեպքեր ենք ականատեսում սպանությունների։ Հիմա դուք ենթադրում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես հանցագործություն չպիտի լինի։ Ինչ որ մի երկիր կա, ով որ սպանությունից ապահովագրված է։ Եթե մենք օբյեկտիվ լինենք եւ ես հուսով եմ, որ դուք հենց այդ աչքով եք նայում այս ամբողջ process-ին, բոլորիդ նկատի ունեմ։ Մի այլ երկրի դեպքում խնդրեմը օրինակ ահաբեկչական ակտերն են։ Տեսնում եք դպրոցներում ահաբեկչություն կա, խանութներում ահաբեկչություն կա, մոլերում ահաբեկչություն կա, զանգվածային նաեւ սպանության իրավիճակներ կա։ Հայաստանի Հանրապետությունը լավ առումով եմ ասում, նմանատիպ իրավիճակների ձեռց է, որևէ մեկը չի կարող հակառակը պնդել։ Եվ եթե
լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել, ընդ որում վերհիշեցնել նաև օրինակ 2017 թվականին տեղի ունեցած սպանության դեպք, 2018 թվականին տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի, մի օր հոգեհանգիստ լուսաբանենք, մի օր այլ իրավիճակներ լուսաբանենք, մի օր այլ իրավիճակներ, տպավորություն կարող է ձևավորվել, որ ամեն օր այդպես է իրավիճակը։ Ես շարունակեմ Ամեն օր այդպես է իրավիճակը, բայց նորից եմ շեշտում, ունենք 50 սպանության դեպք, որը նույնիսկ համաշխարհային միջինից 2 անգամ նվազ է, բայց գալով դեպի բովանդակությունը շարունակեմ, որ կիսատ չմնա։ Եթե խոսում ենք օպերատիվ աշխատանքի մասով, անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել։ Սա օպերատիվ աշխատանքի մասին է խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպած սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով։ Սա արդյունք է, իհարկե արդյունք է։ Բավարար է այս արդյունքը, իհարկե բավարար չի։ Ես երբեք չեմ ասել, որ մենք փայլում ենք մեր օպերատիվ աշխատանքով, որովհետև գիտելիքի հետ կապված հարցեր կան, ժամանակակից տեխնոլոգիայի հետ կապված հարցեր կան, կրթության հետ կապված հարցեր կան, նաև իրավական որոշակի հարցեր կան։ Պիտի սրանք լուծենք։ Եվ երկրորդ կոմպոնենտը, որն ավելի մեծ չափաբաժին ունի մեր ընդհանուր հանցավորության մեջ, դա մտածողությանը վերաբերող դեպքերն են, որովհետև վերջին ժամանակահատվածում մենք ինչ ունենք, նույն Աջափնյակի իրավիճակը, մի հայոյանքին, երբ որ մենք մտածում ենք որպես հանրություն, կարելի է արձագանքել ավելի սուր հայոյանքով եւ դրանով խնդիրը լուծվի, կամ տրանսպորտային միջոցը իրար վրա վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել եւ դրանով խնդիրը լուծվի, պրակտիկան ցույց է տալիս, որ դա լուծման մեթոդ չի, Բայց մենք ինչ ենք տեսնում, որ տարիներ շարունակ այս բռնությանը ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու եւ խնդիրը լուծելու պրակտիկան մեզ մոտ շատ ամրապնդվել է եւ սրանով նաեւ ուժեղացվել է քրեական ենթամշակույթը տարածքում, որովհետեւ այդ ընկալումն էլ կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը ոչ թե պիտի լուծի պետությունը օրենքով, այլ պիտի լուծի տարածքում գտնվող օրինակ ինչ որ մի հեղինակություն եւ սա է նաեւ ավելի ուժեղացնում քրեական ենթամշակույթին Հայաստանի Հանրապետությունում, սա է պատճառը, որ մենք գնում ենք դեպի նաև իրադարձության խորքը։ Եթե մենք մտածողությունը չթիրախավորենք, ես վստահեցնում եմ, որ այս դեպքերը կարող են նույնիսկ ավելի սուր դրսևորումներով ի հայտ գալ եւ ավելի բացասական պատկեր կունենանք։ Սրա հիմքով եմ նաև ես ասում, որ 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, որովհետեւ մենք դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն, որովհետեւ տեղի ունենում խուլիգանական դեպքեր, տեղի ունենում առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք պիտի նախ ընկալենք, որ մի դեպքում գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ, բայց դա փոքր տոկոսն է կազմում։ Մյուս դեպքում մենք ունենք բռնության պորտկման հետևանքով առաջ եկող սպանության կամ առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր եւ երկու ուղղությունով էլ պիտի ճիշտ արձագանք տանենք, որպեսզի պատկերն ավելի լավը լինի եւ ես նաեւ նշեմ, որ ընդհանուր առմամբ երբ որ նույնիսկ մենք խոսում ենք 50 սպանության դեպքի մասին, ընդհանուր մեր պատկերում հանցավորության սպանությունները 0.1%-ն են կազմում։ Այսինքն ամբողջ հանցավորության մեջ սպանությունները 0.1%-ն։ Այս թևին է պատասխանելու։ Ինչու՞։ Որովհետև շատ պատասխանեցիք։ Տեղեկություն կա, որ դուք շրջում եք տասնյակ ծառայողական ավտոմեքենաներով, կպարզաբանեք իրականում քանի մեքենա է ձեզ սպասարկում։ Գիտեք, նորից նույն տրամաբանության մեջ է, եթե տեղեկություններ կան, նշանակում է պիտի ապացույց լինի, բայց ես առիթ ունեցել եմ եւ նաեւ զարմանում եմ, որ մինչեւ այս պահը օրենքով կազմակերպվող process-ի մասին կարող է որևէ հարց առաջանալ, որովհետեւ ես որպես ներքին գործերի նախարար ունեմ պետական պահպանություն ինձ տրամադրված, պետական պահպանության կազմակերպումը ենթադրում է ստանդարտով պահպանության ապահովման process։ Եվ ես իրավունք էլ չունեմ միջամտելու պետական պահպանության ծառայության գործունեությանը, որովհետև պահպանության մեթոդները, եղանակները իրենք են ընտրում եւ ինչու եմ ես ասում զարմանում եմ, որովհետև որևէ բան չի փոխվել այդ պահպանության մեթոդաբանության մեջ։ Նույն կերպ էր պահպանությունը, երբ որ նախորդ նախարարի մասին էինք խոսում, նույն կերպ է պահպանությունը, երբ որ իմ մասին ենք խոսում, եւ նույն կերպ կլինի պահպանությունը նաեւ առաջիկա տարիների կտրվածքով։ Ուզում եմ ասեմ, երբ որ մենք գործ ունենք օրենքով նախատեսված պահպանության հետ, առնվազն տարօրինակ է, որ մենք էլի անընդհատ ամեն տարի այս նույն թեման քննարկում ենք, նույն թեման շահարկում ենք եւ ձեր մատնանշած թիվը իրականության հետ որևէ աղերս չունի։
Իսկ քանի ավտոմեքենա իրականում անդրադառնայիք արցախցի կնոջ եւ երեխայի հետ կապված այս պատմությունը, որ մամուլում բավականին քննարկվեց, մեթոդները, որոնցով ոստիկանները նրան ուղեկցել են քննչական մարմին, նկարագրում է այդ կինը երեխայի հետ, փոքրիկ երեխայի հետ, թե ինչ իրավիճակում եւ այլն։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան տեսնում եք, թե համարում եք, որ շատ նորմալ գործելակերպ է ընտրում ոստիկանությունը։ Եվս կնոջ ասել են շնորհակալ եղեք, որ դիմակավորված չենք ներխուժել։ Հիմա այն ինչ որ դուք ասացիք, բնականաբար ես եւս տեսել եմ, գիտեմ թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, իհարկե մտահոգիչ է, եթե այդպես է, դա է պատճառը, որ ես հանձնարարել եմ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը, ուսումնասիրելու իրավիճակը, լսելու նաեւ կնոջը եւ հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ ռեակցիա կլինի իմ կողմից։ Որ դրվագներն է ձեզ մտահոգել, որ ուզում եք ուսումնասիրել։ Բոլոր դրվագները, որոնք որ բարձրաձայնել է մեր հայրենակիցը, թե ժամի մասով, թե բովանդակության մասով, պիտի գնահատենք թե տվյալ ժամի հետ կապված, օրինակ հրատապության հետ կապված կոնկրետ անհրաժեշտություն եւ մնացյալ բոլոր հարցերը վստահեցնում եմ, որ դառնալու են ուսումնասիրության առարկա, եթե որևէ բան ոչ համապատասխան լինի, ռեակցիա կտրվի անպայման հանգիստ եղեք։ Եվ Տիկին Սարգսյան, ես փոսեր հետ կապված արդյոք, քանի որ վթարավտանգ իրավիճակներ ասկսում, մի քիչ ձեր հետ կապ չունի, բայց խցանումներ, վթարներ են առաջացնում այս փոսերը։ Դուք օրինակ քննարկում ունենում եք համապատասխան օղակների հետ, որ այդ վթարավտանգ իրավիճակներ ստեղծող խնդիրները վերացնեն։ Ես տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանը զբաղվում է խնդրով, պլանավորված աշխատանք կա կոնկրետ, որպեսզի խնդիրը լուծվի։ Միաժամանակ, քանի որ ճանապարհային երթևեկության կտորը գտնվում է նաև ներքին գործերի նախարարության տիրույթում, մենք որտեղ որ նկատում ենք նմանատիպ իրավիճակ, որը որ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել վթարավտանգ իրավիճակի, այդ բոլոր դեպքերը գույքագրվում են եւ պաշտոնապես նաև տրվում է Երևանի քաղաքապետարանի գործընկերներին, որպեսզի նրանք, եթե չունեն նմանատիպ պատկեր իրենց մոտ, դա եւս գույքագրեն եւ լուծելով գնան առաջ։ Ինչպես է ստացվում, որ Անդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ մեկ բավի համաձայնվում են ստորացվող ձևերով, իսկ նույն վեդի ԲԿ-ի տնօրենը ամիսներ շարունակ կազինոյում կրվել է բյուջեն, սակայն այդ գործով ոչ մի բան չի եղել, ազատության մեջ է գտնվում, նաև Արարատ համայնքում նման մի դեպքեր է եղել, ով այս պահին գտնվում է ազատության մեջ։ Ինչպես է ստացվում, որ իրավապահ համակարգի աչքից վրիպում են այդպիսի դեպքերը եւ ԲԿ-ի այսպիսի ասած կազինոյում կրված գումարները այդպես գնում են եւ ոչ ոք չի իմանում։ Հիմա եթե իրավապահ համակարգի տեսադաշտից վրիպեր դեպքերը, որևէ ռեակցիայի մասին չէիք լսի։ Առաջինը եւ երկրորդ, ինչ վերաբերում է ընդդիմադիր իշխանական թեւ, ընդդիմությանը կամ իշխանությանը հարող թեւ, ես առիթ ունեցել եմ ասելու, որ իրավապահ համակարգի համար որևէ տարբերություն չկա, թե ում մասին է խոսքը։ Եթե կա հանցագործության դրվագ, դրան պիտի ռեակցիա տրվի եւ անկախ նրանից ում մասին ենք խոսում, այդ ռեակցիան լինելու է։ Ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվելուն, դա ներքին գործերի նախարարության տիրույթում գտնվող հարց չէ, որովհետեւ քրեական վարույթի պայմաններում թե ձերբակալման որոշումը եւ թե նաև խափանան միջոցի կիրառման մասին որոշումը վարույթ իրականացնող մարմնի տիրույթում է, այնտեղ էլ կան հստակ չափանիշներ, սա էլ պիտի նկատի ունենանք, որ եթե ինչ որ պայմանում մենք նկատում ենք, որ խափանան միջոց չկա կոնկրետ ընտրված, որ ազատությունից զրկելու հետ է կապված, դա միանշանակ չի, որ օրինակ ոչ իրավաչափ process է։ Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է բոլոր այն չափանիշները, որի հիման վրա որ պիտի իրավաչափ որոշում կայացվի եւ մարմինները դրանով են առաջ։ Բավականին շարունակվում է եւ լուծում չի տրվում այդ խնդրին։ Ինչ խնդիր։ Որ ԲԿ-ի հիվանդանոցի գումարները վատնում են եւ այսպես մարդիկ գտնվում են ազատության մեջ, Արտաշատի դեպքով այս պայն այդ մարդը ազատության մեջ է, նույն դեպքն է եղել, աշխարհի 600 միլիոն դրամ իրենք վատնել են։ Հիմա նույնը վեդի ԲԿ-ի։ Ես լսել եմ անկեղծ ասած գործընկերոջս Տիկին Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը ձեզ տրված, Տիկին Ավանեսյանը արձագանքել է այդ թեմային։ Շնորհակալություն։